ժողովուրդ լսեք, ձեզ կուսեմ պատմել մի պատմություն, որը կյանքից եմ քաղել, մի պատմություն, որը կյանքից եմ քաղել։ Ես այդ պատմությունը կպատմեմ երգով, երգիս հերոսներն են Ջուլիետն ու Սակոն։ Ես այդ պատմությունը կպատմեմ երգով, երգիս հերոսներն են Ջուլիետն ու Սակոն, երգիս հերոսներն են Ջուլիետն ու Սակոն։ Ջուլիետը հագել էր ֆիրմենի դերա, ու համեստ կանգնել էր բալկոնի վրա, ու համեստ կանգնել էր բալկոնի վրա։ Այդ հագուստը շատ էր մարմնին կպած, եւ երվից թվում էր, թե մերկ է կանգնած, եւ երվից թվում էր, թե մերկ է կանգնած։ Սակոն որ այսպես սիրտը թվտած, մոտեցավ Ջուլիետին եւ այսպես ասաց, մոտեցավ Ջուլիետին եւ այսպես ասաց, ոյ բուսափի համար սիրտս քեզ կտամ, ինչ որ ունեմ չունեմ կյանքս էլ վրան, ինչ որ ունեմ չունեմ կյանքս էլ վրան։ Ջուլիետը մտածեց ով է Սալինի, սիրտս վկայում է որ շատ փող ունի, սիրտս վկայում է որ շատ փող ունի, կարոնել իր կողմից այսպես մտածեց, ինչ անշահ եւ ազնիվ կնոջ հանդիպեց, ինչ անշահ եւ ազնիվ կնոջ հանդիպեց։ Համոզված այդ մտքով մոտ քանի ամիս, նա իր Ջուլիետի մոտ հաճախ էր գալիս, նա իր Ջուլիետի մոտ հաճախ էր գալիս, բայց տարված իր սիրով նա ուշ նկատեց, ոնց իր գրպանները Ջուլիետը մաքրեց, բայց տարված իր սիրով նա ուշ նկատեց, ոնց իր գրպանները Ջուլիետը մաքրեց, ոնց իր գրպանները Ջուլիետը մաքրեց։ Էլի անցան օրեր կրկին ու կրկին, մի նոր խաթա եկավ Սարքոյից գլխին, մի նոր խաթա եկավ Սարքոյից գլխին, այս պատմության մասին հանկարծ իմացավ, մեր հերոսի կինը ու շատ զայրացավ, մեր Սարքոյի կինը անչափ զայրացավ, այդ օրվանից Սակոն ընկավ սարուձոր, սրտով վիրավորված եւ հոգով անզոր, սրտով վիրավորված եւ հոգով անզոր, հիմա գիշերները նստած անկյունում, տելևիզորից նա էլ չի հեռանում, հիմա գիշերները նստած անկյունում, տելևիզորից նա էլ չի հեռանում, տելևիզորից նա էլ չի հեռանում։ Ջուլիետը նորից հագած իր դերան, շատ համեստ կանգնած է բալկոնի վրան, շատ համեստ կանգնած է բալկոնի վրան, այդ փորձված խաղերով նա հաստատ գիտի, շուտով մի նոր Սակո իր կյանքը կընկնի, այդ փորձված խաղերով նա հաստատ գիտի, շուտով մի նոր Սակո իր կյանքը կընկնի, վաղ թե ուշ մի Սակո իր կյանքը կընկնի։ Ժողովուրդ կուզեմ սրանով պրծել, պատմությունս, որը կյանքից էր վերցվել, պատմությունս, որը կյանքից էր վերցվել, թե այս պատմությունը ձեզ խրադառնա, Ջուլիետների հետ էլ գործեք ունենա, թե այս պատմությունը ձեզ խրադառնա, Ջուլիետների հետ էլ գործեք ունենա, Ջուլիետների հետ էլ գործեք ունենա, Ջուլիետների հետ էլ Gorçek une Կարեն ջան, սա ինչ սուրպրիզ էր, սա ինչ անակնկալ էր։ Այո, իրոք, անակնկալ էր Մարկ Իվանիչ, երևի թե ոչ միայն ձեզ համար։ Համարում եմ, որ այս կադրերը չկան, այս համարը չկա։ Եվ իրոք չկա, ընդհանրապես այս ամանորի ծրագիրը գոյություն չունի մեզ մոտ ֆոնդում, ինչպես նաև շատ Որտեղից եք գտել։
Աշոտ Ղազարյանի շնորհիվ, նրա անձնական արխիվից, այո։ Չեք ասում։ Եվ շնորհակալություն Աշոտ Ղազարյանին, որ տրամադրեց այս ժապավենը, կարծում եմ սա անակնկալ էր ոչ միայն Մարկ Իվանովիչի համար, շատ-շատերի, ինչպես նաև Աշոտ Ղազարյանի երկրպագուների համար։ Ես մինչև հիմա նորից ուզում եմ ցավով արտահայտվել, որ այս երգը, այս ստեղծագործությունը ծանոթ չի հեռուստադիտողներին, որովհետև մենք նկարանել էինք 81-82 թվականի իմիջիայլոց շատ այն տարիների համար շատ բարձր գնահատականով ընդունվեց շնորհալի օպերատոր Գագիկ Համբարձումյանի աշխատանքն է սա բեմադրած երգ է իհարկե երգը հնարավորություն է տալիս ես ուղղակի ափսոսում եմ որ լայն հասարակությանը ծանոթ չի եւ չընդունվեց այդ տարվա Կենտկոմի պատասխանատու աշխատողների կողմից ասելով որ ռաբիս է հիմա հետին թվով նորից լսում եմ ես գտնում եմ որ ոչ էլ ռաբիս է Աշոտ Ղազարյանը երգելով ուրեմն ուզում է շատ նմանվել ռաբիսական ոճի ինչ որ միտեղ հաջողվում է միտեղ որակը դուժում է Եթե այս երգը այսօր երգի մի պրոֆեսիոնալ երգիչ կամ երգչուհի բոլորովին ուրիշ տեսակ կհնչի, բոլորովին ուրիշ տեսակ։ Իսկ նույն Առնո Արությունիչի ցանկությամբ եթե այս երգը կատարեր Արմեն Ջիգարխանյանը Ճիշտ ասած, այն տարիներին Արմեն Ջիգարխանյանը մի երկու ֆիլմում փորձել էր երգել, հիմա որ Աշոտին լսում եմ, իմիջիայլոց սա Աշոտի դեբյուտն է Երկեցողության դեբյուտն է, եթե չեմ սխալվում հեռուստատեսությամբ 17-18 տարի առաջ, ես գտնում եմ, որ Աշոտը ավելի լավ կերգեր այս երգը։ Առնոն այստեղ երևի սխալվում է։ Մարկ Իվանովիչ, դուք բազմաթիվ անգամ հանդիպել եք, աշխատել եք Առնո Արությունիչի հետ։ Հիշում եք ձեր առաջին հանդիպումը։ Առաջին հանդիպումը եղել է մինչ հեռուստատեսություն է, որտեղ Առնո Բաբաջանյանը, Էդուարդ Միրզոյանը, Ադամ Խուդոյանը այդ սերունդի տղաները իմ մեծ եղբոր ընկերներն են, ես փոքր եմ եղել, իսկ Առնո Բաբաջանյանը երբ որ արդեն հայտնի էր 56 թվականին եմ ես հեռուստատեսություն եկել, մենք շատ ենք միասին համագործակցել, ես ի նկատի ունեմ համագործակցություն ասելով, երբ որ հեռուստատեսությունը ասենք նեղ վիճակում էր լինում, նոր տարվա գիշերը, քանի անգամ Առնո Բաբաջանյանը մեզ միշտ մենք փնտրում ենք նոր երգ, նոր կատարում, նոր որակ, Առնո Բաբաջանյանի նոկտյուրնը դուք հիշում եք, այդ նոկտյուրն էլ հեռուստատեսության պատվերով եղել, սա եղել, Առնո Բաբաջանյանի հետ 60-ամյակը Եթե չեմ սխալվում 80 թվականին էր 60-ամյակին համերգների ուրեմն երահամերգ արեցինք էստրադային սիմֆոնիի կամերային երաժշտության իմիջիայլոց հեռուստատեսության պատվերով արվեց հեռուստատեսության գումարներով այն տարին հիշում եմ առաջին անգամ Կոբզոնին հրավիրեցինք մենք էստրադային համերգի ժամանակ շատ ենք համագործակցել միասին նա միշտ սիրով արձագանքել է մեր խնդրանքներին Իսկ ամենահիշարժան հաղորդումը որ չեք կարող մոռանալ նրա հետ, որն է եղել։ Այդպես դժվարանում եմ ասել, ամենահիշարժանը երևի այդ համերգների, այդ երահամերգն էր, սիմֆոնիկ երաժշտության, ես հիշում եմ ինքը շատ հուզված էր ամեն երեկո սոսկալի տառապանքների մեջ էր, բալլադ նվագելիս լիներ, թե էստրադային իր երգը Արայիկ Բաբաջանյանը տղան կատարելիս լիներ ֆիլհարմոնիկ մեծ դահլիճում, ամենահիշարժանը դա է մնացել։ Իմ հուշերում Մարկ Իվանովիչ, երկար տարիներ դուք ստեղծել եք երաժշտական քաղաքականություն մեզ մոտ հեռուստատեսությունում, հայկական հեռուստատեսությունում։ Ինչ կարող եք ասել նույն այդ երաժշտական քաղաքականության մասին, երեք, այսօր եւ վաղը։ Ճիշտն ասած ժամանակները փոխվել են։ Տարիներ առաջ խիստ ընտրություն էր գնում, ով պետք է հեռուստատեսությամբ ելույթ ունենա։ Հիմա 10-ից 10 են ելույթ ունենում, ես գտնում եմ, որ 10-ից 6-ը պետք է ելույթ ունենան եւ մի քիչ համամասնությունը խախտվել է դասական ժանրի, ժողովրդական ժանրի, էստրադայի եւ մյուս ժանրերի։ Ավելի ժողովրդականը եւ դասականը ցավալի կերպով երկրորդ պլան են մաղվել։ Ամենաճիշտ քաղաքականությունը լավ որակն է։ Որակով մատուցելը հեռուստադիտողին լավ որակն է
Շնորհակալություն, սիրելի հեռուստադիտողներ, իսկ ես ուզում եմ ասել, որ իմ զրուցակիցն էր հայկական հեռուստատեսության հիմնադիրներից մեկը, հեռուստատեսային ճանաչված գործիչ, տաղ ստեղծագործական միավորման տնօրեն Մարկ Պետրոսյանը։